Էս ինչ արեցին։ Ասեք ինչ հանգամանքներում է, հա, ձեր որդին անհետացել, երևարվել եւ դա երբ է դեպի ունեցել։ Հոկտեմբերի 14-ին իմ տղան զանգեց։ Մերս, սենց էր ասում ես։ Ոնց ես, ասի ցավը տանեմ, լավ եմ, որ ձենդ լսում եմ, լավ եմ։ Բայց ինչ չէին ասել, որ ինքը Ֆիզուլիում կռիվներ ա, Ղարաբաղյանը թեժ մարտերին ա մասնակցում, ես գիտեի Սիսիանում ա ծառայում։ Հոկտեմբերի հորն ասել էր մամային չասես թող չան հանգստանա, այլ չգիտի, որ մաման արդեն 5-րդ տարին ա կորցրել ա իր քունն ու դադարը, անհանգիստ ապրում ա։ Հոկտեմբերի 15-ին Ուրալ մեքենաները այրում են, որդիս վիրավորվում ա։ Գլուխը կապում են, վիրակապում են, անգամ գիտեմ ում գիրկն ա նստած եղել, շատ մանրամասներ, բոլոր տեղեկությունները մենք ենք հայտնում Պաշտպանության նախարարություն, Ուլնեցի, Քնչական, իրանք ոչ մի հարցով չեն հետաքրքրվել, չեն իմացել, անգամ չեն զանգել հարցնեն, կանչեն հարցնեն, թե հեռախոսի համարները տվել ենք, որ մի հատ պետքա զանգեին, հարցնեին, երբ են տեսել որդուս, ինչ ա եղել, ոնց ա եղել, մեկն ասում ա հոսպիտալ են բերել, մեկն ասում ա կողքս ա պառկած եղել, մյուսն ասում ա գլուխն եմ կապել, չի արձակվել, նոր էս 2 ամիս առաջ կանչել են 2 հոգու, հələ բոլորին չեն կանչել, հեռախոսի համարները տվել եմ, անուն ազգանունները ասել եմ այդ մարդկանց, մնում էր մի հատ զանգեին, կանչեին, դուք հասկանում եք, դա անգամ չեն արել, ինչի մասին ա խոսքը։ Իսկ չեն բացատրել, ինչու օրինակ չեն կանչել, հարցնել։ Անընդհատ փոխվում, մի Քնչականը փոխվում, անընդհատ փոխում են, այս անցած Քնչականը ամուսնուս կանչելա, գնացել ասում ա, ինչ գիտես իմ տղայի մասին, ասում ա, գիտեմ, որ Ուրալները տրաքացնելուց հետո ձեր տղային ոչ մեկ չի տեսել։ Ոնց թե ոչ մեկ չի տեսել, դու քննիչ ես։ Դու անցած տարվա պատմություն եմ ասում։ Դու ես մեզ նման բան ասում, որ ամբողջ պատմությունը մեր մոտ ա եղել։ Մենք դիմել ենք Եվրոդատարան այդ Սիրանուս Սահակյանին, Արտակ Զեյնալյանին, մեր հայտը բավարարել ա միեդը, համարվել ա ենթադրյալ գերի բռնի անհետացած։ Այ շատ տղաներ 2020 թվականից եկել են գերություն, չեք հետաքրքրվել, չեք հանդիպել։ Մենք ոչ միայն հետաքրքրվել ենք, այլ նաև մենք ոչ միայն մենք, այլ բոլոր ծնողները հատ առ հատ մոտեցել են, գտել են իրանց ձևերով, իրանց միջոցներով մեզ ոչ ոք չի օգնել այդ հարցում։ Այդ ամեն ինչը ծնողներն են արել։ Ծնողներն են փորփրում։ Որևէ տեղեկություն չեն տվել։ Ոչ, մեկ տալիս են, մեկ փոխում են խոսքը, չգիտենք դա ինչի հետ է կապված եղել, բայց մենք գիտենք, որ մեր տղաներն են տեղել, գերեվարել են, բաուրային որդին, այդ տվյալ տարածքում գնացել են 2 անգամ, ման են եկել, ամբողջ տարածքը քննել են, չկա ոչ մի տեսակի բան, ուրային որդին, ուրա։ Եթե չեմ սխալվում, դուք դեսպանատներին, տարբեր նամակներ եք Մենք տարբեր դեսպանատներին, տարբեր ոչ, չկա որևէ տեղեկություն, որովհետև այդ տեղեկությունը այնքան խորն են աղբյուրները, այնքան խորն է թաղված, այնքան չգիտեմ, որ լավ են էլի իրանց գործը արել, բայց չեն հասկանում, որ ծնողներին չի կարելի մի կտոր բան տալով ասել տար ուղարկավորի քո որդին է։ Իրանք մտածելով ծնողը ցավի ու տառապանքի մեջ կհավատա ու կասի էտա որդիս է պատերազմ ա եղել, մահացել, հասկանում են, գիտեք, այդ էլ ենք հասկանում, որ պատերազմ ա եղել, եթե տեսած լինեինք, եթե փաստերը, ախր մեր փաստերը, ծնողների փաստերը լրիվ այլ ուղղություններ ա տանում, իրանք ասացի հետ չի համընկնում, թող մեզ ապացուցեն, հասկանում եք, փաստերով թող ապացուցեն։ Այլ իրանք վերաբերյալ դուք նաև հանդիպում եք ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը ինչ պատասխան է տալիս։ Ես կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չեմ ունեցել, եղել է Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, առողջապահության նախարար, արդարադատության նախարար, դատաբժշկական փորձագետ, դեպուտատներ, ԱԱԾ-ի տնօրեն, Քնչականի տնօրենները եւ այլն։ Ու ոչ մի, ես ասում եմ, երբ որ չեն կարողանում պատասխանել վրիպակ ա եղել, իրանց պատասխանը սիրելիս, իսկ մյուս դեպքում, թե ինչու չեք կանչել, կգաք մեզ մոտ, մենք այդ հարցը կուղենք, կշտկենք, կանենք։ Այ շատ դեպքեր է եղել, երբ որ գնեցել փորձել են ուրիշի մարմինը
այլ ուրիշ ծնողներից ես այդպիսի դեպքեր։ Ինձ հետ չի եղել, բայց մենք լսել ենք, մենք գիտենք այդ դեպքերը, եղել են արտաշիրիմումներ, հիմա չխոսամ դրա մասին։ Ու խնդրում եմ ուրիշ այլ ձև չմեկնաբանվի այս ամենը, սա լուր խաղաղ ակցիա է, ցավի ու տառապանքի մեջ գտնվող մայրերի ակցիան, որ հայ մայրերը հայրենիքին զինվոր են տվել, բայց այսօր այս հայրենիքը չի վերադարձնում իրենց որդիներին։